Բարև, ես Անիկ Յուրողյանն եմ, հաճախում եմ Սուրբ Գևորգ եկեղեցու Կիրակնոյրա դպրոց, առակ երեցուկի մասին։ Մի օր, երբ այգեպանը շրջում էր այգում, նկատեց, որ երեցուկը շատ վատ է և զարմացավ, որովհետև նրա համար ստեղծել էր բոլոր անշշշտ պայմանները, շոյեց նրա գլխիկը և հարցրեց, թե ինչ է պատահել, ինչու է նա այդքան տխուր։ Երեցուկը պատմեց, որ ծնվելիս ինքը երջանիկ էր, իրեն շատ էին դուր գալիս իր կանաչ գեստը, սպիտակ նուրբ ճերմակ թերթիկները, պայծառ արևանման դեղին դեմքը, շրջապատված ձյունաճերմակ շողերով, բայց մի օր նա ուշադրություն դարձրեց այլ բույսերին, որոնք ծաղկում էին, անշահոտ բույր էին բուրում և պտուղ էին տալիս։ Խնձորենին հպարտանում էր իր համեղ և բուրավետ խնձորներով, վարդի թուփն իր ծաղիկներով, իրեն պաշտպանող սուրբ փշերով, խաղողի վազը իր հյութալի խաղողներով և ոլորուն բեղերով։ Նրանք բոլորն են ասում էին, թե երեցուկը առանձնահատուկ իրենից բան չի ներկայացնում, ընդհանուր առմամբ մյուսներին նման չէ։ Դա վշտացնում էր երեցուկին, քանի որ նա ցանկանում էր նման լինել բոլորին։ Երեցուկը կորցրել էր իր հանգիստը, նրան այլևս ոչինչ չէր ուրախացնում։ Այգեպանը հանդիմանքով նայեց խնձորենուն, վարդի թփին և խաղողի վազին և ասաց. «Այդպես չի լինի, ես ինչ եմ սովորեցել ձեզ, նայեք, թե ինչ եք արել, նվաստացրել եք այս անվնաս գեղեցիկ ծաղկին, դա չի լինի։ Դուք ոչ թե միայն համեմատվել եք այլոց հետ, այլ նաև մեծամտածել եք, ամոթ է, հասկացեք ձեր սխալները և այդպես այլևս չանեք»։ Հետո նայեց երեցուկին և ասաց. «Դու ցանկանում ես նման լինել բոլորին»։ Իհարկե, ոգևորությամբ պատասխանեց երեցուկը։ «Լավ», ասաց այգեպանը, «վաղը կիրագործեմ ցանկությունդ, եթե մտապոհ չլինես»։ Երեցուկը ուրախությունից ծափահարեց իր թերթիկները։ Նա ցանկանում էր ասել այգեպանին, որ մտապոհ չէր լինի, բայց այգեպանը թույլ չտվեց, ասելով. «Բայց ես մի պայման ունեմ, մտածիր, թե ինչ է նշանակում բոլորին նման»։ Եվ հեռացավ, քթի տակ ասելով. «Սրան մի տեսեք, նրան դուր չի գալի, թե Տեր Աստված իրեն ինչպես է ստեղծել, նա անպայման ցանկանում է նման լինել բոլորին»։ Երեցուկին թվաց, թե ամենից շատ պարզ է։ Նա մենակ մտալով մտածեց, թե ինչ է նշանակում բոլորին նման։ Նա նայեց խնձորենուն, վարդի թփին և խաղողի վազին, ցանկանալով գտնել ինչ-որ մի բան, որը միացնում էր բոլորին, բացի ցողունից և տերևից, բայց նա ոչինչ չգտավ։ Ցանկանալով նման լինել բոլորին, նա իր բարակ ցողունի վրա պատկերացրեց խնձորներ, ծաղիկներ, սուրբ փշեր և նաև հյութալի խաղողի ողկույզներ և բեղեր։ Այդ ժամանակ նա իրեն հարց տվեց. «Այդ ժամանակ ես ինչի նման կլինեմ և ինչպես կարող եմ այդ ամենը կրել, չէ՞ որ ես այսքան փոքրիկ եմ և նուրբ»։ Հաջորդ առավոտյան, երբ այգեպանը շրջում էր այգում, այցելեց երեցուկին։ Նա զարմացավ, որովհետև նրա կերպարանափոխությունը զարմացրեց նրան։ Երեցուկի նուրբ թերթիկները վերականգնվել էին, պոկրտվածների տեղը նորն էին դուրս եկել և դեմքին ժպիտ կար։ Դրանից հետո երեցուկը չսկսեց համեմատվել մյուսների հետ և սկսեց ջանաց ավելի որ ծաղկի և իր տեսքով բոլորին ուրախացնել։ Աստվածաշնչում Պողոս առաքյալը հորդորում էր հետևյալ խոսքերով. «Թող յուրաքանչյուր ոք կշռադատի իր գործը և ապա ինքն իր վրա պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով»։